Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 31։ Շատ մասերով և շատ կերպով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ, մարգարեների ձեռով այս վերջի օրերումը խոսեց մեզ հետ որդովը, որին ամեն բանի ժառանգ դրավ, որով աշխարհն էլ արավ։ Եբրայեցիս 1:1-2 խոսքեր։ Աստված խոսել է իր ժողովրդի հետ տարբեր ժամանակներում, հաջորդական սերունդների ընթացքում և տարբեր ձևերով, ինչպես ինքն է հարմար համարել։ Երբեմն անձնական հրահանգներով, երբեմն երազներով, երբեմն տեսիլքներով, երբեմն մարգարեների միջոցով հոգու ոգեշնչմամբ։ Սակայն Ավետարանի հայտնությունը գերազանցում է նախորդներին, քանի որ այն Աստծո կողմից իր Որդու միջոցով տրված հայտնությունն է։ Երբ մենք տեսնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը, իմաստությունը և բարությունը, մենք տեսնում ենք Հոր զորությունը, իմաստությունը և բարությունը։ Հովհաննես 14:7 խոսք։ Նրա մեջ է բնակվում աստվածային ամբողջությունը, ոչ թե խորհրդանշական կամ փոխաբերական իմաստով, այլ իրական։ Երբ մարդու անկումից հետո աշխարհը քանդվում էր Աստծո բարկության և անեծքի տակ, Աստծո Որդին, որը ընդունելով փրկագնման ճանապարհը, փրկեց այն իր ամենակարող զորությամբ և բարությամբ։ Քրիստոսի անձի և պաշտոնի փառքից մենք անցնում ենք նրա շնորհքի փառքին։ Նրա անձի և բնույթի փառքը նրա տառապանքներին այնպիսի արժանիք տվեց, որ լիովին բավարարեց Աստծո փառքը, որին մարդկանց մեղքերը անսահման վիրավորանք և անարգանք էին բերել։ Մենք երբեք չենք կարող բավարար չափով արտահայտել մեր երախտագիտությունը, որ Աստված այդքան տարբեր կերպերով և այդքան աճող պարզությամբ խոսել է մեզ՝ մեղավորներիս հետ փրկության մասին։ Այն, որ նա ինքն է մեզ մաքրում մեր մեղքերից, սիրո հրաշք է, որը գերազանցում է մեր հիացմունքի, երախտագիտության և գովասանքի խորագույն կարողությունները։